Սիրով ողջունում եմ ձեզ, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան ու ջան: Վայելեք ձեր նոր օրը, խմեք ձեր սիրած սուրճը, փառք տվեք Աստծուն այն ամենի համար, ինչը որ ունեք այս կյանքում: Թող կատարվի էն, ինչի համար լուռ աղոթում եք սիրելիներս: Ցույց եմ տալի այսօրվա եղանակը՝ մի քիչ ամպամած, մի քիչ տխուր եղանակը ինքն իրեն և շատ տաք մեզ համար: Անուշ օր է: Սիրելի հետևորդներ ջան, ձեզ աշխատանքային լավ, խաղաղ շաբաթ եմ մաղթում: Այսօր օրը երկուշաբթի է: Լվացել եմ կարտոֆիլ, կեղևով պետք է խաշեմ, այստեղ դրել եմ մի քանի կտոր հավի միս, որ խաշեմ և ինձ համար կոֆե: Դուք էլ ձերը դրեք, եկեք միասին խմենք: Կոֆեն բերեցի, հիմա նստեմ, ջուրն է կողքն է: Դուք էլ ձերը վերցրեք, եկեք միասին համ խմենք, համ էլ զրուցենք: Կեշա, սիրունս, երգի, դայլալի իմ սիրունս: Իսկ հիմա, որպեսզի կանոնակարգը չխախտեմ, պետք է խմեմ ջուրը մի կողմ և միասին կոֆեն: Կխմեմ և միասին մի փոքր զրույց կանենք: Նախ ասեմ, որ առաջինը ուզում եմ սկսել իմ շնորհակալական խոսքից: Շնորհակալ եմ բոլորիցդ, իմ անուշիկներ, իմ թանկագիններ, հարազատներ, բարեկամներ, Աստծով իմ ընկերներ: Սիրելիներս, անչափ, անսահման շնորհակալ եմ ձեր բարի ջերմ գրառումների համար, ձեր կամեցողության համար, ձեր լավատեսության համար: Կրկնակին, եռակին, քառակին, հազարապատիկ անգամ Աստված օրհնի ձեզ: Սիրելիներս, մի խնդրանքով եմ դիմում ձեզ, ինչքան հնարավոր է բաժանորդագրվեք, լայքեք, տարածեք իմ ալիքը, որպեսզի էլ ավելի իմ բաժանորդների քանակը ավելանա, շատանան: Իմ լավ բարեկամներ, ես ձեզ սիրեցի, դուք էլ ինձ սիրեցիք: Ասեմ, որ շուտով կլինի 1 տարին չհաշված այն ալիքը առաջին, որ կորցրեցի: Երկրորդ ալիքը, որ բացեցի, այս յութուբյան, շուտով կլրանա 1 տարին, բայց ես դեռ 4000 բաժանորդ չունեմ: Շատ կամաց ենք առաջ գնում: Խնդրում եմ, որ բաժանորդագրվեք, տարածեք, որ էլ ավելի մեծանա իմ ալիքը: Նախօրոք բոլորիցդ շնորհակալ եմ: Ամուր գրկում եմ, համբուրում եմ բոլորիդ: Հիմա խմենք: Հարազատներս, իմ լավ բարեկամներ, ընկերներ, ժողովուրդ, ուզում եմ ձեզ հետ կիսվել մի թեմայի շուրջ: Հարցս, որ պատրաստեց խմորեղեն փախլավան, ես այնտեղ բացատրում էի բոլորիդ, թե ինչպես է պատրաստում: Այդ ժամանակ ինձ մոտ լեզվից սայթաքուն եղավ, ոչ թե ասեցի ընկույզ, այլ ասեցի ընկյուզ, ոչ թե նախշ, այլ նաշխ: Իմ լավ բարեկամներ, պատահում է, չէ՞, ես ոչ ոքիս չեմ նեղանում, Աստված օրհնի ձեզ: Ճիշտ եք նկատել, այո, տառերը
Սխալ տեղադրեցի, ես արտասանեցի։ Լավ գիտեմ, թե ինչպես է գրվում, լավ գիտեմ, թե ինչպես են արտասանում այս երկու բառերը։ Սիրելիներս, շատ խիստ դատեցիք։ Հիմա ես անուն առ անուն ասեմ եւ ուզում եմ ասեմ, չեմ նեղանում։ Շնորհակալ եմ զգուշացման համար, բայց դե ստացվում է ջանիկներս, անուշներս, իմ լավ բարեկամներ անունները։ Անա Ավագյանը գրել էր, որ տիկին սխալ եք գրում, ընկյուզ չէ, այլ ընկույզ է, հասկացա, Անահիտ ջան, Աստված օրհնի քեզ, բայց խիստ մի դատեք, ստացվում է, որ շատ ես խոսում, մանավանդ ինձ մոտ շաքարային դիաբետի ժամանակ, եթե շատ ես խոսում, բերանդ չորանում է և տառասխալներ միգուցե անեմ։ Հասմիկ Մալխասյանը գրել է տիկին, փախլավան լավ ստացվեց, բայց ճիշտ է ասել ընկյուզ, ոչ թե ընկյուզ, և ոչ թե նաշխ, այլ նախշ, ճիշտ գրեք, ճիշտ արտասանեք։ Շնորհակալություն Հասմիկ ջան, անչափ գոհ եմ, որ ասեցիք, զգուշացրեցիք, նորից եմ կրկնում, ես լավ գիտեմ, թե ինչպես է գրվում և ոնց է արտասանվում, բայց ստացվեց, ներող կլինեք։ Գրում է նաև Ալվարդ Մաթևոսյանը նույնը, Լյուդմիլա Փիրուզյանը, շնորհակալություն զգուշացնելու համար։ Սիրելիներս, բոլորիդ Աստված օրհնի, եղեք առողջ, օրհնված, ուրախ, անչափ շնորհակալ եմ, առաջի զգուշացումը ստացա ձեզանից, ես չեմ նեղվում, այդպես էլ է լինում, դուք ուղղակի զգուշացրեցիք ինձ, բայց դե գիտեք ինչ կա, ստացվում է բոլորիս մոտ, չեմ նեղանում, չեմ նեղվում, չկարծիք, որ նեղվում եմ, ուղղակի ուզեցա բարձրաձայնել, որ ստացվեց սիրելիներս, այդպես էլ է լինում, իմ լավ բարեկամներ։ Եվ ուզում եմ ձեզանից հարցնել, սիրելիներս, դուք ինչպես եք, ձեր առողջությունը ինչպես է, ուզում եմ, որ բոլորդ առողջ լինեք, ուզում եմ, որ բոլորդ ուրախ լինեք, սիրեք և սեր տարածեք, բարություն տարածեք, իմ բարի, սիրով հետևորդներ, բարեկամներ, բաժանորդներ, ջան ու ջան։ Սիրելիներս, այսօր միասին պետք է սնուցում տանք մեր սենյակային ծաղիկներին։ Այստեղ ունեմ 1 լիտր սովորական ծորակի ջուր, 3% պերեկիս և աման, ինչով որ պետք է ցողեմ տերևները։ Հիմա այս 1 լիտր ջրին ավելացնելու եմ մի լավ ճաշի գդալ 3% պերեկիս։ Ավել հարկավոր չէ, որովհետև ամեն 1 լիտր ջրին 1 լավ ճաշի գդալ է։ Եթե ծաղիկները շատ են, 2 լիտր, 3 լիտր և ավելացնում եք 3 ճաշի գդալ, 4 ճաշի գդալ, ինձ մոտ 1 լիտր եմ բացել, 1 ճաշի գդալ։ Լավ խառնելուց հետո լցնում եմ այս պլաստմասայի ամանի մեջ, բերանը ծածկեմ, լրիվ չէ, մի որոշ մաս, որովհետև համ պետք է ջրենք, համ պետք է ցողենք։ Իսկ հիմա բերանը ամրացնեմ, գնանք միասին սենյակ ծաղիկների մոտ։ Հիմա սիրելիները սկսում եմ ջրելուց։ Մեր ծաղիկները շատ խոնավ են, ես քիչ եմ ջրելու։ Ուղղակի ձեզ ցույց տալու համար, տեսնել ավելի լավ է, քան թե բացատրում ենք։ Ես այդպես եմ, սիրում եմ ինչ-որ մի բան, եթե ուզում եմ անել, տեսնել։ Հիմա նույն ջրով
Այսպես ցողում ենք տերևները։ Լավ պետք է ցողենք, բոլոր տերևների վրա պետք է լինի։ Վերջ, սիրելիներս։ Հիմա ջրում եմ այս ծաղիկը գեղեցիկ։ Ասեմ, որ նորից շատ խոնավ է, քիչ կջրեմ։ Շատ ջրել պետք չի ծաղիկները։ Լիմոնն էլ նույն ձևով եմ անում, ջրում եմ, հետո ցողելու եմ տերևները։ Դուք էլ սենյակային բոլոր ծաղիկները կարող եք և ջրել, և ցողել։ Լավ ցողում եմ։ Մանուշակներն էլ արդեն կադրից դուրս, համ կջրեմ թեթևակի, համ էլ կցողեմ, որպեսզի երկար շատ չձանձրացնեմ ձեզ բոլորիդ, սիրելիներս։ Դուք էլ ջրեք, փոփոխությունը կտեսնեք։ Կարտոֆիլը համարյա եփված է, պետք է աղ ավելացնեմ։ Պատրաստման եղանակը ցույց չեմ տալու, սիրելիներս, որտև էջումս կա, պատրաստելու եմ սոխով, կարմիր պղպեղով, չոր ռեհանով և ցիտրոնով, տապակելու եմ։ Հավի միսն էլ բավականին արդեն եփվել է, ավելացնում եմ աղ։ Հավի միսն էլ ինձ համար եմ խաշել, սիրելիներս, տապակած կարտոֆիլի հետ կմատուցեմ սելդ ձուկը, սելդի ֆիլեն է առանց փշերի։ Իսկ հիմա, սիրելիներս, պատրաստում եմ սելդ ձուկը, պատրաստելու եմ միայն սոխով։ Կիսալուսնաձև կտրատում եմ սոխը, այս սելդի համար կիսալուսնաձևը համ գեղեցիկ է, համ էլ հարմար է։ Տապակած կարտոֆիլը կմատուցեմ սելդը սոխով և խառը թթուով։ Սիրելիներս, այնքան համեղ թթվի է ստացվել, ոչ մի բաղադրիչները չեմ փափկել, խրխրթան համեղ, ասեմ, որ ոչ մի տարի այդքան շատ թթու չեմ օգտագործել, բայց այս տարի արդեն շատ օգտագործում եմ, չնայած ինձ խստիվ արգելված է, բայց որ հանում բերում դնում է սեղանին, մի կողմից սառն է, մյուս կողմից համեղությունը, երրորդը խրխրթան, որ ուտում են, չէ, խրտ, չեմ կարողանում ինձ զսպել։ Շատ համեղ է ստացվել, սիրելի հարազատ դարձած բաժանորդներ ջան։ Այս սելդի ֆիլեով սիրում եմ նաև ռուսական աղցան պատշուբը։ Հիմա արդեն վերջացրեցի սոխը, բացում եմ և ամանի տակի մասով մի շերտ շարում եմ։ Շատ եմ սիրում, պետք է պատրաստեմ անպայման ձեզ հետ միասին։ Սոխը մի քիչ այն կողմ տանեմ, պետք է արդեն կտորների բաժանեմ նաև սելդը։ Պահեմ, թող յուղը քամվի, չեմ ուզում, որ սեղանի վրա կաթա, մի հատ փուշ չկա։ Հարմար կտորների եմ բաժանում, մեծ պետք չի, փոքր, նեղ, երկար կտորների։ Միշտ գնել ենք սելդը լրիվ, որ բերել են տուն, մաքրել եմ, համարյա կեսը թափվում է, ավելի լավ է այսպես, համ համեղ է, ճիշտ է, մի փոքր թանկ է, այստեղ են ասում թանկից էժանը չկա, որ փշերը հանի, մաքրի, կաշին հանի, գլուխը գցի, ավելի լավ է պատրաստի, հարմար, բերում ես, պատրաստ է, մաքրած ու կտրտի, պատրաստի, ինչ ուզում ես։ Համ ժամանակ տես խնայում, համ էլ չեմ սիրում այդ ձկան հոտը, մանավանդ սիլոտկայի հոտը։
Իսկ հիմա մի հատ կփորձեմ աղիություն ավելի ճիշտ։ Համեղ է, նորմալ է, աղի չի և ալանի էլ չի։ Հիմա կլցնեմ սոխի վրա, մի շերտ էլ ձուկը կլցնեմ սոխի վրա։ Նորից սոխ կլցնեմ հերթով։ Տարածեմ, որ հավասար լինի։ Հիմա կավելացնեմ սոխը։ Սա էլ վերջի շերտի համար պահեմ։ Սոխն էլ կտարածեմ։ Կտրտեմ մնացած, արդեն կտրտեցի, վերջացրեցի, հիմա ավելացնում եմ սելդը և սոխը, վերջի շերտ սոխը։ Ափսեի մեջ հավաքվել է յուղը, որի մեջ սելդն էր դրված, սա էլ կավելացնեմ սոխի վրա և մնացած յուղը։ Այս յուղը շատ համեղ է։ Իրար տամ, այսինքն հավասարացնեմ, հավաքեմ։ Ձեռքերս մաքրեմ, այսպես թափահարեմ, հավասարվի սոխը սելդի հետ։ Բերանը ծածկեմ, դնեմ սառնարանը, երեկոյան ճաշի ժամանակ արդեն կմատուցեմ, սիրելիներս։ Հիմա մաքրում եմ սեղանը ամանի հեղուկով և սպունգով։ Լավ փրփուր եմ արել, այսպես կմաքրեմ։ Հետո կմաքրեմ այս շորով, հատուկ սեղանի շոր է, վայ բռիսից են գնել, սիրելիներս, լավ մաքրում է։ Հիմա տանեմ լվանամ, որ նորից մաքրեմ։ Լվացի բերեցի շորը, հիմա նորից մաքրում եմ, հետո կչորացնեմ արդեն խոհանոցային անձեռնոցիկով։ Բերել եմ արդեն։ Վերջ էլ հոտ չի գա, մաքուր, սիրուն։ Ահա պատրաստ է տապակած կարտոֆիլը, հավի միսը խաշած և այս մյուս կաթսայի մեջը առանց սոխի ուղղակի սպիտակ պյուրե եմ սարքել երեխաների համար։ Շուրջ բոլորս լրիվ մաքրել եմ, պլպլացրել եմ, սիրելիներս, ձեռքով էլ ձեզ բարևում եմ բոլորիդ, ցույց եմ տալիս իմ գեղեցիկ խոհանոցը, իմ լավ բարեկամներ։ Հիմա մնում է, որ հատակն էլ մաքրեմ և վերջացնեմ, տեսնում եք ինչ լավ մաքրել եմ։ Սա էլ մեր հյուրասենյակը։ Խոհանոցում աշխատելուց հետո սիրում եմ, որ նորից մաքրեմ խոհանոցը, որ ամեն ինչ լինի գեղեցիկ և մաքուր։ Հիմա փոշեկուլը մի հատ այսպես կպտտեմ, կմաքրեմ և դուրս կգամ։
Սիրել հետևորդներ ջան, իմ թանկագին բարեկամներ, այսօր էլ այսքանը։ Սիրով պատրաստեցի, սիրով խոսեցի ձեզ հետ, սիրով ջրեցինք սենյակային ծաղիկները, սիրով էլ ավարտում եմ այսօրվա հոլովակը, մաղթելով ձեզ եղեք առողջ և օրհնված, սիրով ստեսություն ձեզ բոլորիդ, մինչ նոր հանդիպում։